Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստադիտողները, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ արտակարգ եւ լիազոր տեսփան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գանք որոշակի զարգացումներից Ադրբեջան, Հայաստան, հա, հիմա արդեն Ալիևը հրապարակային բաց խոսում է այն դիրքից, կարծեք թե ինքն է Հայաստանի հովանավորը, կամ ոչ թե կարծեք թե, այլ բացահայտ դրա մասին է խոսում, ասում եմ մենք Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն ենք, Հայաստանի ճանապարհների առումով այլընտրանքն ենք, պատրաստ ենք գազ մատակարարել, չգիտեմ, ինչ է տեղի ունենում, արդյոք այս իշխանությունները փորձում են Ռուսաստանին փոխարինել Ադրբեջանով Հայաստանի համար։ Եվ արդյոք հնարավոր կլինի դա։ Գիտեք, սկսեմ վերջի հարցից, հնարավոր կլինի, իհարկե հնարավոր չի լինի, բայց դա շատ ավելի դաժան process է լինելու եւ շատ մեծ գին ենք մենք վճարելու այս գործընթացի համար։ Իսկ ընդհանրապես երևույթները հասկանալու առումով պետք է շատ լավ հասկանալ, որ մենք գործ ունենք արևմտյան գլոբալ ծրագրի հետ, որը խնդիր է դրել ընդհանրապես իր համաշխարհային գերակայությունը, գերիշխանությունը պահպանելու համար, նաև իր տիրապետությանը ենթարկել ամբողջ ռեսուրսային բազան, թե Հարավային Կովկաս, թե Կասպիական շրջան, թե Միջին Ասիա, եւ նաեւ եթե մենք նաեւ անդրադառնանք անգամ հրապարակված տարբեր նյութերի, անգամ իրենց ծրագրում կար թե Ռուսաստանի կազմաքանդումը եւ այսպես տարբեր մասերի բաժանելով դրանց վրա իրենց թաթը դնելը, այսպես կոչեն, թե Իրանի կազմաքանդումը, որի մի մասը գործընթացի մի մասին մենք տեսնում ենք, եւ սա պայմանավորված է նրանով, որ ընդհանրապես գլոբալ առումով նավթային դարաշրջանը վերջանում է եւ մենք մտնում ենք շատ ավելի առաջատար տեխնոլոգիաներով դարաշրջան, որտեղ այլ ռեսուրսային պաշարներ են պետք եւ հսկայական քանակով էներգետիկ ռեսուրսներ են պետք։ Եվ պատահական չի, որ Եվրամիությունը այստեղ այսպես կոչված Global Gateway ծրագրի շրջանակներում անդադ խոսում է էներգետիկ սպասարկման, հաղորդակցման եւ այլնի հետ։ Այս ծրագրի մշակված այս մեծ գլոբալ ծրագրի մասը եղել է այն, որ Հարավային Կովկասը պիտի ամբողջովին զետեղվի արևմուտքի հովանու ներքո եւ դրա գործակալներ դեռևս վաղուց ընտրված են Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիան որպես դաշնակից, որտեղ հսկայական ներդրումներ են կատարվել թե տնտեսական թե ռազմական առումով, եւ Ադրբեջանը որպես Թուրքիայի փոքր եղբայր, եւ նաեւ դրա համար որպես գաղափարային գործիք նիզակ է օգտագործվել պանթուրանական ծրագիրը։ Եվ այս ամբողջի մեջ տեղավորվում է իրենց ձգտումը ամբողջովին թուրքական ազդեցությունը մեծացնելու միջոցով, նաև իրենց կարծիքով այն առումով, որ Թուրքիան իրենց ձեռքի տակից փախնելու տեղ չունի, այսինքն իրենք կկարողանան վերահսկել, այդ առումով Թուրքիան եւ թուրքական գործոնը օգտագործել այդ ուրեմն ազդեցության դաշտը մեծացնելու եւ ի վերջո իրենցով անելու, մինչեւ որս խնդիրներ կան թե Միջին Ասիայում, թե ռուսական, այսպես ասած թուրքալեզու կամ մահմեդական կամ իսլամական տար ունեցող նահանգներում եւ շրջաններում, որտեղ Թուրքիան տասնամյակներում մշակութային համագործակցության անվան տակ ամբողջովին ներթափանցել է եւ այնտեղ բջիջներ են ստեղծվել եւ այդ բջիջները դա բարի գաղափարական, այսպես ընկերական հարաբերությունների համար չի եղել։ Այդտեղից անգամ մարդիկ են հավաքագրվել իսլամական պետությանը Ռուսաստանի տարածքից։ Այո, Ռուսաստանի տարածքից, ել չեմ ասում Միջին Ասիան։ Այսինքն հարյուրներով մարդիկ են հավաքագրվել եւ այնտեղ բջիջներ են ստեղծվել, որոնք ըստ գործողությունների, ըստ էտապների իրենց գործողությունները պիտի կատարեն։ Ռուսական կողմը բավականին լավ հասկացավ ռուս-ուկրաինական այս հակամարտությունը սկսելուց կարճ ժամանակ անց, որ դրանք ուղղակի ներքին
այսպես պայթյունների օջախներ են լինելու եւ դրա առաջի դրսեւորումները մենք Հյուսիսային Կովկասում տեսանք, եթե կհիշեք, արհեստականորեն Դաղստանում այո, արհեստական Դաղստանների օդանավակայան հետ գրավում այո, արհեստականորեն այսպես տարբեր ահաբեկչական գործողությունների, ըմբոստությունների անվան ներքո եւ իրենք սկսեցին այս ժողովրդական լեզվով ասած ծորակները փակել, այսինքն իրենք սկսեցին չեզոքացնել այդ օջախները, բայց քանի որ դա համատարած է եւ արևմտյան, այսպես ասած, գաղափարային կենտրոնների ուղղորդումներով, շտկումներով են արվում, ամբողջովին վերացնել բնականաբար հնարավոր չի։ Հիմա այս գործընթացի մեջ խանգարիչ հանգամանքը Հայաստանն էր որպես սեփ, եւ Թուրքիան ու Ադրբեջանը հմտորեն օգտագործեցին իրենց գործոնի կարևորությունը ստիպելու, որպիսի Հայաստանը վճարի այդ ծրագրի համար եւ դրա համար Արցախը որպես բոնուս նվիրաբերվեց Ադրբեջանին եւ մնացած գործընթացները իրականացվում են, այսպես ասած, Ռուսաստանից կտրելու եւ ամբողջովին թուրք-ադրբեջանական ենթակայության տակ Հայաստանը դնելու, որտեղ Վրաստանը արդեն իսկ թուրքական հսկայական ազդեցության ներքո է եւ արևմտյան ազդեցության ներքո է, այսինքն փախնելու տեղ չունի, Ադրբեջանը դե պարզ է Թուրքիայի ձեռքի տակ է որպես փոքր եղբայր, էլի վերահսկում էլ չեմ ասում, արևմուտքը ամբողջովին տիրապետում է Ալիևի ընտանիքի կոռուպցիոն բոլոր դրսևորումներին, ֆինանսական աղբյուրներին եւ դրանց պարունակությանը, այնպես որ ցանկացած պահի կարող է դա ուղղակի սառեցնել փակի տակ դնել, ել չեմ ասում իսրայելական ազդեցության հսկայական ծավալում այդ երկրում եւ այստեղ խանգարիչ հանգամանքը Հայաստանն էր մնում, որ ուղղակի սեփ դառնար ամբողջ հարավային Կովկասը Ռուսաստանի եւ Իրանի միջև եւ նաեւ սեփ դառնար Չինաստանից դեպի այլ տարածաշրջաններ ամբողջովին տնտեսական զարգացման եւ ուղղման միջև։ Եվ այս գործընթացի շրջանակում մենք տեսնում սա, այսինքն Ադրբեջանին փորձում են ներկայացնել որպես բարի հարևան, որը պատրաստ է ամեն ինչ անելու, բայց սա ընդհանրապես այն թակարդն է, որի մեջ փորձ են անում մեր ժողովրդին գցելու, ամբողջովին կախվածության մեջ դնելու, որպեսզի ցանկացած պահի ինչպես Արցախում եղավ, իրենք ուզենան գազը բացեն, չբացեն եւ դրա դիմաց համապատասխան ուրեմն զիջումները եւ հանձնումները պահանջեն, որպեսզի երկրում մարդիկ ուղակի շնչելու հնարավորություն ունեն, պարզապես շնչելու հնարավորություն ունենան։ Սա պատահականություն չէ, սա մտածված ծրագրի մաս է։ Ես կարծում եմ, որ չի ստացվելու իր վերջն արդյունքում, բայց ինչպես նշեցի, մենք դեռ շատ դաժան օրեր ունենք քաշելու, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, ցավոք սրտի ընտրությունների խայտառակ արդյունքներով իրենք կարողացան վերարտադրվել, իսկ դա նշանակում է, որ իրենք շարունակելու են նույն արևմտյան պարտադրանքով այդ գիծը, իսկ այդ գիծը ենթադրում է Հայաստանի։ Իսկ արդյոք խայտառակ էր ընտրության արդյունքները։ Իհարկե խայտառակ։ Որովհետև չէ, ես այս հարցին չեմ տալի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրենց պետք է սահմանադրական մեծամասնություն, հակառակ վարագայում սեպտեմբերին դաժան պատերազմ կլինի։ Իրենք ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չստացան, այլև չստացան 50+%։ Տեսեք, այն որ իրենց ակնկալիքների ֆոնին արդյոք լավ արդյունք չէ։ Այլ բան, որ Փաշինյան դեռ մնում է։ Փաշինյան դեռ մնում է, այսինքն այդ ծրագիրը, որով ինքը բերվել է իշխանության, շարունակվում է եւ հանուն դրա է, որ արևմուտքը պահել է Փաշինյանին իշխանության գլխին եւ աչք է փակում բոլոր այն իրոք խայտառակ խախտումների առաջ, որը տեղի են ունեցել։ Ես ինքս տասնամյակներով զբաղվել եմ մեր ընտրական գործընթացներով, թե միջազգային կազմակերպություններով աշխատանքի բերումով ներկայացնելով խնդիրները, թե աշխատելով հենց ընտրական դիտորդական առաքելությունների հետ, որպես արտաքին գործերի միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թե զեկույցների առումով, որտեղ նշվել են այդ ուրեմն խախտումները, եւ ես հիշում եմ, որ իրենք խոշորացույցով ամեն մի անգամ փոքրիկ 3 հոգու կուտակումը ընտրատեղամասի կողքին, որ կարող է ընդհանրեն ընտանիքի անդամներ լինեն, դա փորձում էին ներկայացնել որպես ընտրախախտում։ Այս պարագայում ուղղակի համատարած եւ տևական ժամանակով տեղի ունեցող հսկայական խախտումները, թե նախընտրական շրջանում անգամ ընտրությունների հայտարարման օրվանից առաջ ժամանակահատվածում հնարավոր քաղաքական անդիմադիրներին չեզոքացնելու գործընթացը սկսած եկեղեցու դեմ արշավից եւ դրան հաջորդող մենք
դեկտեմբեր-հունվար ամիսներին տեսանք ձերբակալություններ մարդկանց անհասկանալի ինչ որ պատճառներով, բայց մարդիկ, որոնք որոշակի քաղաքական ուժի ներկայացուցիչներ էին եւ կարող էին աշխատանք ծավալել հենց մարզային շրջաններում այս իշխանությունների դեմ։ Մենք տեսանք ինչպիսի խայտառակ ընտրակաշառքային դրսևորումներ եղան պետական մակարդակով, լինի դա նույն զինվորների ծառայության ժամկետը կրճատելը, լինի դա թոշակների չնախատեսված հավելումը, լինի դա չպատրաստված եւ այսօր մեր պետության առաջ հսկայական ֆինանսական բեռ դարձող ապահովագրության բժշկական ապահովագրության ներդրումը, որը ամենօրյա ռեժիմով խնդիրներ է առաջացնում մարդկանց մոտ։ Այսպես մենք կարող ենք շարքը շարունակել եւ ել չեմ ասում բուն ձերբակալությունները, որ թե նախընտրական շրջանում, թե ընտրությունների օրը հենց քվեարկության օրը, թե դրան հաջորդող շրջանում, թե այդ գիշերվա խայտառակ դրսևորումը, որ տվյալների հրապարակումը ուղղակի կանգնեցում է եւ գեղանկարչություն է իրականացում իրենց ցանկալի թվերը գրելու եւ հետո տեղամասերը անվավեր են հայտարարում առանց քվեարկություն նշանակելու, ինչը պահանջվում էր սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով, թե մի ամբողջ փաստացիորեն կուսակցության ձայները այսպես կլլելով եւ յուրացնելով, այսինքն սրանք խախտումներ են, որոնք ուղղակի ոչնչացրել են որևէ լեգիտիմության հիմք այս Փաշինյանը իշխանությունների լեգիտիմ համար։ չի, հայտարարել է, որ սահմանադրական մեծամասնություն է պետք, որպեսզի պատերազմ չլինի։ Ասել է սեպտեմբերին պատերազմ է լինելու, հիմա ինչ է լինելու։ Պատերազմ եղավ եւ պատերազմ լինում է միայն այն դեպքում, երբ Կա դիմադրություն։ երբ գլոբալ տերությունների միջև որոշակի համաձայնություն կա եւ ծրագիր կա։ Ադրբեջանը այդքան ինքնագլուխ չի, որ ինքը իրեն պատերազմ սկսի։ Այսինքն այս պատերազմը պայմանավորված համաձայնեցված պատերազմ էր համապատասխան պայմանավորված արդյունքով 20 թվականի պատերազմի մասն եմ խոսում եւ նույնը 23 թվականի Արցախի էթնիկ զտմամբ ցեղասպանական գործողությունների մասին եւ այս պայմանավորվածությունները նաեւ մեր իշխանությունների հետ են այլապես այդ պատերազմը չէր լինելու որովհետեւ երբ որ կա դիմադրություն ադրբեջանական կողմը չի հարձակվում մենք շատ լավ տեսել ենք որ նախկինում երբ որ եղել է նորմալ ազգային շահերով առաջնորդվող իշխանություն եւ պահպանել է մեր սահմանները, ադրբեջանական կողմը չի հանդգնել անգամ այնպիսի գործողությունների գնալ, որը կարող էր վտանգել լրացուցիչ ուզում է սահմանադրությունը փոխվի, ոնց են փոխել։ Ալիևը ուզում է սահմանադրությունը փոխվի, բայց դա հանձնառություն է, որը այս իշխանությունները ստանձնել են եւ ստանձնել են արևմուտքի արչեւ, ոչ Ալիևի արչեւ։ Շատ լավ, ճիշտ եք ասում, ընդ որում ես ներողություն։ Ինչպես է անելու։ Ես գնահատեմ ձեր այդ օբյեկտիվ գնահատականները, ինչու որտեղ քաղաքական գործիչներից շատերը խուսափում են ասել, որ սա Ադրբեջանի ծրագիրը չի, սա արևմուտքի ծրագիրն է։ Ադրբեջանը օգտվում է արևմուտքից եւ Ադրբեջանը այսպես գործիքն է արևմուտքի ծրագիրը։ Այո, Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվում են արևմուտքի ծրագրից իրենց համար առավելապաշտական եւ Հիմա ինչ է լինելու, սահմանադրությունը ոնց է փոխվելու, չկա մեծամասնություն։ Փոխելու առումով իրենք եւ պատական չէր Ադրբեջանի նախագահի, եթե չեմ սխալվում, օգնականն էր, հա, Հիկմետ Հաջիևը, որ խոսեց այլ միջոցներով, օրենքներով, իրավական միջոցներով իրենց համար անընդունելի մի շաբաթ չկա։ Դրանից հետո դրա մասին Փաշինյանն էր խոսում, որ կգտնեն ձև այլ ձևերով, որովհետև իրենք առաջ նախատեսում էին, որ կկարողանան օգտագործել ընտրությունների արդյունքները ներկայացնելու իբրև թե ժողովուրդը իրենց մանդատ է տվել այդ փոփոխությունը անելու եւ դա անել ազգային ժողովի քվեարկության միջոցով, այսինքն չհանել հանրաքվեի իրենց ցանկությունը դա էր եւ պատահական չէր որ ձեր նշած անձը խոսում էր սահմանադրական մեծամասնություն ստանալու դա ինքը կարող էր կեղծ կերպով ոչ լեգիտիմ կերպով ներկայացնել որ իբրև թե ժողովուրդը արդեն իր ձայնը տվել է ես հայտարարել եմ որ դա մեր ծրագիրն է մեր ծրագրի մեջ դա կար եւ ժողովուրդը ձայնը տվել է հետեւաբար ես իրավունք ունեմ դա ազգային ժողովով անցկացնել եւ առանց հանրաքվեի դնելու որտեւ արդեն հանրաքվեն եղել է
Այսպիսի ինչ որ թեզերով փորձել կոծկել այդ ամբողջ գործընթացը, շատ լավ հասկանալ, որ եթե սահմանադրությունը գնաց հանրակրվի, այն տեսքով եւ այն ձևով, որ իրենք ուզում են, դա չի Բայց հիմա նաեւ իրենք ակնկալիք ունեին սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Տապալվեցին այդ հարցում։ Բայց հիմա իրենք մտածում են եւ կարծում եմ իրենք մտմտում են նաեւ այդ արևմտյան գլուխների միջոցով, թե ինչպես կարող են օրենքները փոխելով դուրս բերել հանրակրվեի դրույթը եւ կարողանալ པարզ մեծամասնության քվեարկությամբ անցկացնել որոշակի օրենքներ։ Ընդդիմությունը պիտի աշխատի, որ թույլ չտա։ Ինչպես թե ազգային ժողովում շատ ակտիվ մասնակցությամբ, որտեղ ցանկացած ընդդիմադիր կեցված եւ հանրային ընդդիմադիր տրամադրություն խոչընդոտելու է այդ գործընթացին, այսինքն իրենք շատ լավ հասկանալու դա կարող են անել այն դեպքում, երբ որ դիմադրության դաշտը չեզոքացված է, պատահական չի, որ մենք հիմա տեսնում ենք այս թե պարոն Ծառուկյանի հանդեպ քրեական գործերը, թե ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հանդեպ արագացված քրեական գործերը, թե մենք կտեսնենք այլ հնարավոր առաջնորդող կարողություն ունեցող մարդկանց չեզոքացման ուղղված գործեր, իրենք փորձում են դաշտը ամլացնել, որպեսզի այդ պահին, երբ որ իրենք այդ քայլը անեն, հանրային պորտկում չլինի եւ դա կարողանան իրենք այսպես սղացնելով անցկացնել եւ մարսելի դարձնել, բայց կարծում եմ չի ստացվելու։ Շատ լավ, Տիկին Աղաջանյան, գանք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, բավական ծանր դեռ օրեր սպասվում են ռազմական հարվածներ փոխադարձ Միացյալ Նահանգները Իրանին, Իրանը Միացյալ Նահանգների բազաներին տարածաշրջանի եւ դեռ կան տարբեր վերլուծություններ, երեք էլ արևմտյան մամուլը հրապարակում էր լայնածավալ ըստ էության ցամաքային հարձակման պլան, որտեղ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները օդային հարվածներ պիտի հասցնեն եւ հյուսիս արևմուտքից պիտի քրդերը ներխուժեն Իրան եւ ներքևից արդեն հարավ արևելքից բելուչները ապստամբական ուժերը պիտի անվտանգության խնդիրներ ստեղծեն։ Այս ամենի ֆոնին կա թրիփ, որի ծրագրի ղեկավար արդեն նշանակվեց Պետերբուրգում ծնված հրյա Սոկոլով, եթե չեմ սխալվում ազգանունը։ Ինչ է այստեղ տեղի ունենում եւ արդյոք թրիփը կարող է դառնալ թիրախ Իրանի համար, թեպետ մենք շատ ուղիղ Իրանից լսել ենք, որ ցանկացած ամերիկյան օբյեկտ իրենց համար թիրախ կարող է դառնալ։ Թրիփը արդեն թիրախ է։ Ի սկզբանե թիրախ էր։ Եվ ես ամենասկզբից թիրախ դա քաղաքական թիրախը հասկացանք, բայց արդյոք ռազմական թիրախ հրթիռներ կարող են հասնել Սյունիք։ Բացատրեմ, ես շատ վաղուց դեռ 2 տարի առաջ, երբ որ խոսում էին այդ միջանց երևույթի մասին, ես հստակ նշում եմ, որ դա մասն է այն ծրագրի, որը պիտի իրականանար 20 թվականի պատերազմի ժամանակ, բայց չի իրականացել, զուտ մեր զինվորների անձնուրաց պայքարի արդյունքում, եւ իրենք փորձում էին ամեն կերպ դա ձեռք գցել, եւ դա այն պարտադիր պայմանն է, որը անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից Իրանի հյուսիսում ցամաքային գործողություն սկսելու համար, որտեղ Թուրքիայից ռազմական տեխնիկա եւ մարդուժի տեղափոխման համար իրենց պետք է ցամաքային հատված։ Եվ այս թրիփը այդ ցամաքային հատվածն է։ Ուղղակի իրենք ժամանակի ընթացքում փորձում էին գտնել ինչ-որ մի ձև, որ հայկական հանրության համար դա քիչ թե շատ մարսելի լինի եւ մտածեցին, որ ամերիկյան ներկայությունը կամ Ամերիկա անունը կարող է այսպես բարի քողի դեր կատարել, բայց իրականում ամերիկյան ներկայությունը ցանկացած ձևով դա նշանակում է ՆԱՏՕ-ի ներկայություն, ռազմական ներկայություն Իրանի սահմանին։ Ձեր թույլտվությամբ երկու հավելում անում, ուղղակի տեղեկատվական։ Եթե նկատել եք պատերազմի առաջին, միջև կեսերը 44-օրյա պատերազմի, ադրբեջանցիների հիմնական աշխատանքը այդ Արաքսի հովիտով Սյունիքի սահման գալն էր, ընդ որում անհասկանալի ճանապարհի լայնությամբ, այսինքն ճանապարհ էին իրանք բացում իրենց համար, եւ ըստ էության իրենք կարող էին գալ Սյունիքով այդ ճանապարհը վերցնել Արաքսի հովտով մտնել Նախիջևան, կարող է պատերազմը են կողմ չշարունակեին էլ, բայց գլխավոր խնդիրը կլուծվեր եւ այո այդտեղ չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ, որ մեր զինվորների, զինվորականների անձնուրաց կյանքի գնով կասեցվել ու պահվել այդ ծրագիրը։ Եվ երկրորդ հավելումը ներողություն, երբ որ դուք ասում եք, որ ամերիկյան անուն են դրել, որ կոպիտ ասած հայ ժողովուրդը շատ տրամադրությունները չընկնի, այստեղ էլ հավելում անեմ զուտ հաստատելու այդ տեղեկատվությունը, հիշեցնեմ, որ
դեսպան հատուկ ներկայացուցիչ Սիրիայում, Լիբանանում եւ հիմա արդեն նաեւ Իրաքում Թոմ Բարաքը Այո։ իր հարցազրույցներից մեկում խոսել է, ակնարկել է դրա մասին, իսկ ավելի ուշ կարծեմ պոլիտիկոն է գրել դրա մասին։ Արևմտյան լրատվամիջոցներից, հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը գրել է, հեղում տալով իր աղբյուրներին, որ Բարաքը եղել է թուրքական կողմի խնդրանքը փոխանցողը։ Այո։ Տրամպի վարչակազմին, որ լավ կլինի այս միջանցքը դուք գաք, որովհետև ձեր անման ներքո հնարավոր կլինի վերցնել։ Այո։ Սա ուղղակի երկու հավելում ձեր վերլուծության եւ գնահատականների։ Տեղեկատվության նաև հայկական կողմի առաջարկն է եղել, այսպես Տրամպի ուղի կոչելու, որպեսզի Տրամպը շատ չհուզվի եւ համաձայնի դա ստանալ։ Բայց խնդիրը նրանում է, որ ավելացնեմ երկրորդը հնչեղ անուն էր պետք որ ծածկեին Զանգեզուրի միջանցք անունը։ Ամեն ինչը որ Զանգեզուրի միջանցք անունը բանը։ Այո, ամեն ինչ որ Տրամպի անունն է կրում, ինքը ավելի մեծ ոգևորությամբ է դրան վերաբերվում, բայց անձնական այդ խնդիրը դնենք մի կողմ, մի հավելում ձեր ասացի, ես ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ հոկտեմբերի 17-ին 20 թվականի այս կառավարության ղեկին նստած անձը այց է կատարում Սյունիք եւ այս ճակատային հատվածից հրավիրում են Սյունիքի համայնքային ղեկավարներին, ովքեր առաջնորդում էին ջոկատները, հենց ձեր նշած հատվածներում, եւ հենց այդ ուրեմն հանդիպման ժամանակ ըստ հենց ներկաների տված հարցազրույցների եմ սա ասում, ինքը հայտարարում է, որ մենք պետք է պատրաստվենք Սյունիքի պաշտպանությանը։ Այն դեպքում, երբ որ ճակատը գտնվում էր Սյունիքի դարպասներից 100 կիլոմետր հեռավորության, 100 քանի կիլոմետր հեռավորության վրա։ Եվ ամենահետաքրքիրն ինչ է, որ այս մարդիկ, երբ որ հաջորդ օրը վերադառնում են իրենց ջոկատներ, պարզվում է, որ իրենց բացակայության ժամանակ իրենց նահանջի հրաման է տրված լինում եւ նրանք նահանջում են 20-ից 25 կիլոմետր մի տարածք, որտեղ բացարձակապես պաշտպանական գծեր չկա։ Եվ դրանից հետո արագորեն այդ հատվածը սկսեց ուրեմն հանձնվել ադրբեջանական կողմին, որտեղ ուղղակի հայկական կողմը պաշտպանական դիրքեր չուներ, անգամ չէին պատրաստել հետ քարլի տեղը, որտեղ նպատակը դա չէր։ Նպատակը հենց այդպիսի իրավիճակ ստեղծելն էր, որ հետո ասեին չկարողացանք պահել եւ դրա ֆոնի վրա ուրեմն արդարացնեին կորուստները։ Սա ժամանակը կգա, ես կարծում եմ մենք շատ ավելի տխուր բացահայտումներ կանենք, թե ինչպիսի դավաճանական ծրագիր է իրականացվել, բայց վերադառնանք այսօրվա խնդրին։ Ուրեմն թրիփը շատ էական դերակատարում ունի այդ ձեր նշած ցամաքային գործողության առումով եւ մենք արդեն դրա այսպես նախանշանները տեսանք թե անցյալ տարվա հունիսյան գործողությունների ժամանակ, երբ որ Ադրբեջանից անօթաչուներ էին թռչել եւ մենք տեսանք այս գարնան գործողությունների ժամանակ, երբ որ փորձ արվեց հյուսիսից ցամաքային, այսպես ասած, գործողության համար պատերվակ ստեղծել անհասկանալի իրավիճակում Նախիջևանում անօթաչուների հայտնվելու դրվագով, հա, եւ սա պատահական չէ։ Ի սկզբանե ծրագիրը նախատեսում էր թե բելուջների, թե աֆղանական կողմից համապատասխան ահաբեկիչ խմբերի մուտքը, թե Իրաքի Քրդստանից քրդերի ուրեմն ներթափանցումը եւ թե Թուրքիայից դեպի հյուսիս-արևմտյան մասը Իրանի համապատասխան ուրեմն ահաբեկիչներ վարձկանների միջոցով ներթափանցումը եւ նաեւ քրդական ուժերի օգտագործումը բացի տեղի ազերական թրքական այդ խառը միավորումներից, բայց ինչը խանգարեց, առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ պատերազմը տանուլ տված է, այդ գործողությունները ձախողել են եւ երկրորդը, եթե կհիշեք, անցյալ տարվա նոյեմբերին ուղղակի ամերիկյան կողմը զոհաբերեց Սիրիայի քրդերին, այո, եւ դա Թուրքիայի առևտրի գինն էր, հա, դա գինն էր, որով Թուրքիան պիտի Իրանի դեմ գործողությունների մասնակցեր։ Ժամանակ Տիկին Աղաջանյան հասկանալի էր, որ տարածաշրջանում շատ մեծ գործողություն է պատրաստվում քրդական հրամանատարներից մեկը այդ ժամանակ հարցազրույցի ընթացքում ասաց, որ ամերիկացիներն իրենց ասել են դուք հիմա խանգարում եք մեզ, մենք մեծ գործ ունենք ռեգիոնում եւ ձեր կոնֆլիկտը Սիրիայի կենտրոնական իշխանության հետ մեզանից էներգիա խլելու։ Դրա համար դուք պիտի համաձայնվեք իրենց բոլոր պայմաններին։ Բայց դա Սիրիայի իշխանությունների հետ չէր կոնֆլիկտը։ Թուրքիայի, հա, որովհետև Սիրիայի գործող իշխանությունները դա թուրքական իշխանություն։ Այո, Թուրքիան պահանջել էր այդ գինը, իսկ քրդերին փաստացիորեն փուռը տալով ամերիկյան կողմը ձախողեց ցամաքային գործողությունները, որտեղ արդեն քրդական մյուս միավորումները տեսնելով թե ինչպես է ամերիկյան կողմը վարում, բացարձակապես ցանկություն չունեցան մտնելու մի գործողության մեջ, լավ
հասկանալու, որ ցանկացած պահի իրենց ուղակի թողելու են մենակ ամբողջ այդ ճակատում։ Գումարած, եթե կհիշեք, Պակիստանը սկսեց հարվածներ հասցնել Աֆղանստանին եւ հասցնել այն հատվածներին, որտեղ այդ ահաբեկչական միավորները կուտակվել էին, որոնք պիտի Իրանի սահմանը հատեին եւ մտնեին։ Եվ իրենք նախատեսում էին ներքին պորտկումներ, ոչ միայն Բելուջիստանում, այլ հատվածներում եւս ազգային այդ փոքրամասնությունների խնդիրների օգտագործում, բայց էապես բելուջների մասում, որտեղ հենց Բելուջիստանում էր, որ աֆղանական 4 միլիոնից ավել միգրանտ կար, որոնք անցյալ տարվա 12-օրյա գործողություններից հետո Իրան ուղակի դուրս հանեց երկրից, որտեղ դրանք դարձել էին այդ բջիջները, այո, բջիջները ահաբեկչական, որոնք ներսից նաև օգտագործում էին թե անօթաչուներ, թե պայթյուններ իրականացնել, կամ ինչ կանի Հայաստանը այսօր ակտիվորեն մշակվում է ցամաքային գործողությունների ուրեմն խնդիրը եւ այդ ցամաքային գործողությունների մեջ էական դերակատարում ունեն թե Թուրքիան թե Ադրբեջանը դրանց համար կրիտիկական է այս թրիփ կոչված է պատական չի որ մենք ակտիվ տեսնում ենք ամերիկյան կողմից տարբեր խմբերի արագ մուտք եւ գնահատումներ ինժեներական տեխնիկական ինչ-որ աշխատանքներ եւ մենք ըստ ինձ հասած տեղեկությունների արդեն իսկ Մեղրու հատվածում գնումների գործընթացը արվում է, եթե չի ավարտվել եւ իրենք դատարկում են տարածքը, որպեսզի արագորեն այդ process-ները գնան։ Իմ հաշվարկներով այս գործողությունները հիմա չպիտի լինեին։ Սա կարծում եմ զուտ ամերիկյան, այսպես ասած, կամահրանքի արդյունք էր, Թրամփի կամահրանքի արդյունք էր, որը պայմանավորված էր իր կողմից Հորմուզի նեղուցի հետ կապված անսպասելի խնդիրները։ Նա փորձում էր 20% իր համար պոկել դրանից, բայց Իրանը եւ Օմանը բացարձակապես հրաժարվում էին։ Եվ սա կարծում եմ դրա հետ կապված գործողությունն է, որը ել ավելի վատ վիճակի մեջ է դնելու ամերիկյան կողմին։ Իսկ Հայաստանին։ Հայաստանը այսօր ենթակայի կարգավիճակում է։ Շատ լավ, Հայաստանը որքան էլ որ ենթակա է, արդյոք չի կարող խուսափել, երբ որ ցամաքային գործողության ժամանակը գա, այս իշխանությունը կարող է ասել, դե մենք չենք կարող տարածք տալ, որ դուք Իրանին հարված եք։ Այս իշխանությունը պարագայում բացառվում է։ Եվ դա շատ դաժան հետևանքների կարող է բերել։ Միանշանակ, որտեղ իրանական կողմը թույլ չի տալու։ Ես միայն հույս ունեմ, որ այդ ծրագիրը ինչ աշխարհակաղակական զարգացումների ընթացքում այն ժամանակահատվածում, որը կրիտիկական է լինելու Իրանի դեմ գործողությունների համար, որը ես ենթադրում եմ լինելու այս տարվա վերջ մեծ տարվա գարուն, այդ հատվածը պատրաստ չի լինելու օգտագործման։ Թրիփի։ Այո։ Միայն դա կարող է մեզ փրկել անմիջական հարվածների եւ ռազմական գործողությունների մեջ չներկայացնել։ Որտեւ համաձայն եմ ձեզ հետ, որ անսպասելի արագություն մտավ տրիպի մասով, այսինքն միջև այդ ասում են անգամ խոսք չկա դրա մասին։ Անգամ եթե ուշադիր լինեք, հունվարին մեր արտաքին գործերի նախարարի աթոռին բազմած անձնավորությունը այլ առաջնահերթություններ ունեն Միացյալ Նահանգներում։ Չէ, դրանից առաջ հունվարի 8-ին նա հասվեհաս Վաշինգտոն գնաց եւ ստորագրեց այդ փաստաթուղթը, որը մինչ այդ որևէ ձևով տեղաշարժ չէր արձանագրել, եթե կհիշեք։ Եվ դա այդ հնարավոր իրանական գործողությունների համար իրավական հենքի ստեղծման գործընթացն էր, որ ամերիկյան կողմը արդեն ամբողջովին ունենա իրավական հիմք։ Չէ, դե Մարկո Ռուբիոն եկավ այստեղ օդանավակայանում նախաստորագրեցին, մի շաբաթ հետո օնլայն ստորագրեցին։ Այո, դրանք արդեն ավելի խորացնելու եւ իրավական ամուր հիմքերի վրա դնելու համար են եւ պատրաստելու, որպեսզի այս եկող ազգային ժողով իրեն կարողանան հասնել։ Այստեղ խնդիր կա, դուք ասում եք ընդդիմությունը ինչ կարող է անել։ Ըստ մեր միջազգային պայմանագրերի մասին օրենքի թրիփը, քանի որ մեր տարածքի հետ կապված խնդիր է, դա պետք է անցնի հանրաքվեով։ 15-րդ հոդվածը դա է։ Եվ ինչ կարող անել ընդդիմությունը։ Իրենք փորձելու են օրենքը փոխել, որպեսզի դա միայն ազգային ժողովի վավերացմամբ գնա։ Եվ ինչ խնդիր կլինի։ Կվավերացնեն։ Կվավերացվեն, բայց եթե ընդդիմությունը պահանջի, այսինքն դա եւս Ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան թրիփին կողմ է այնքան, ինչքան քաղաքացիական պայմանագիրը։ Հրապարակային հայտարարություններ են։ Ուրեմն խնդիր ունենք, որովհետեւ իրենք չեն հասկանում դրա ամբողջ վտանգավորության աստիճանը։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան, վաղուց ձեզ չէինք լսել, շատ հետաքրքիր վերլուծություններ, մեկնաբանություններ, գնահատականներ, շնորհակալ եմ։ Ես շեշտեմ զրուցում էի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ, տեսություն կհանդիպենք։